Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական գործիչ, պարոն Ազատ Արշակյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Արշակյան։ Շատ ուրախ եմ ողջունելու ձեզ մեր տաղավարում եւ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ, ես սիրով ձեր հրավերը ընդունում եմ։ Պարոն Արշակյան, բազում հարցեր են քննարկելու, բայց ուզում եմ սկսել մեկ հարցից, որը քաղաքական դիրույթում գուցեև կա, գուցեև չկա, ամենայն դեպս սա այն թեման է, որը հասարակությունը այժմ քննարկում է, դա անհանգստացրեց հասարակությանը, այդ իսկ պատճառով այս հարցը ես ուզում եմ ուղղել ձեզ։ Հասարակությունը ուզում է հասկանալ, ինչ տեղի ունեցավ այդ Թբիլիսիում ֆուտբոլային խաղից հետո։ Գիտեք, որ խաղից հետո մեր ուրեմն երկրպագուներին, մեր ֆաներին, Հայաստանից ժամանածների վրա պլաստիկ շշեր, ինչ-որ աղբի կտորներ էին, ցելոֆան է, ինչ-որ բաներ էին շպրտում, եւ դա մեծ աղմուկ բարձրացրեց, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքեց, ներողություն խնդրեց, քաղաքապետը ներողություն խնդրեց, Սալոմե Զուրաբիշվիլին հետագայում հայությանը, այսպես ասած, ուղղված իրենց բոլոր ուղերձներում եւ արձագանքներում իրենք ասացին, որ չկա այդպիսի խնդիր, հայ-վրացական հարաբերությունները շատ լավ վիճակում են եւ այստեղ որպեսի հասարակությունը, որին դա խոցեց, հայ հասարակությունը քննարկում է, ասում է, ում էր դա պետք, որովհետեւ առաջին հերթին կարծես թե վարկաբեկվում է հրավիրող կողմը, հյուրընկալող կողմը, տանտերը, եթե հրավիրում ես եւ այդպես ես վերաբերվում, ինչ որ ում էր դա պետք եւ ինչ կպատասխանեք դուք մեր հայ հանրությանը, արդյոք հայ-վրացական հարաբերությունները խաթարելու միտում էր դա, թե դա պարզապես ֆաների ինչ-որ փոքրիկ միջադեպ էր, պարզապես կարող է դա մնալ հայ-վրացական ֆուտբոլային պատմության մեջ, դա է անհանգստացնողը, կմնա թե չի մնա, թե փոքրիկ բան է, թող ուշադրություն չդարձնեն, անցնեն առաջ։ Չէ, ուշադրություն դարձնենք եւ պետք է մենք իմանանք, որ այդ միջոցառումը հայտնի ֆուտբոլային խուլիգանություն, այդպիսի հին տերմին կա եւ այդ դպրոցը մենք անցել ենք հայտնի են անգլիացի ֆուտբոլասերները, դա ուղղակի աղետ է եղել եվրոպացիների համար, մայր ցամաքի հյուրընկալողների համար, անգլիական թիմերին դա եղել է լուրջ ոստիկանական, նույնիսկ զորամիավորների միջոցառումներ են վերածվել, որովհետև ջարդուփշուր են արել, անկախ նրանից հաղթել են, թե պարտվել են անգլիացիները, դա հայտնի բան է, ու մենք պետք է իմանանք, որ մեր մոտ, այո, եւ Հայաստանում կարող է այդպես լինել, որովհետև այդ ֆան կոչվածները ամբողջ աշխարհում հատուկ միջոցառումներ են, այ հավաքում են այն խուլիգաններին հակում ունեցող ասենք զգացմունքային, պասիոնար, լումպենական զգացմունքներ ունեցողները այդ զանգվածային միջոցառումների ժամանակ հավաքվում են միտեղ, պատկերացրեք 10,000, 20,000, 50,000 հոգի հավաքվում են, այդ բան է տեղնում, ամբողջային ինչ-որ բան է տեղնում ու հատուկ էմոցիոնալ, զգացմունքային վիճակի գտնվող մարդիկ ակտիվանում են Եվ մեր մոտ դա կարող է լինել, եւ դրսում մերոնց հետ կարող է լինել, իմանանք, որ դա վտանգավոր միջոց, եւ ընդհանրապես վտանգների մասին, ոչ միտեղ անվտանգ չի, այ մեր տունը, մեր օջախը, մեր հայրենիքը, մեր համար պետք է լինի անվտանգ, բայց այդպես չի, մենք պետք է միշտ զգոն լինենք, ուրեմն նախ սպորտի մասին, իհարկե մենք ունենք հակառակորդներ, մենք պետք է իմանանք, որ ամեն առիթ կարող են օգտագործել մեր հարաբերությունները մեզ վարկաբեկելու համար, վնասելու համար, մեր հարաբերությունները հարևանների հետ կամ դրացիների, չասեմ, որևէ երկրում փչացնելու համար։ Պետք է մենք զգուշ լինենք։ Մեր վարկանիշը իջեցնելու Ընդհանրապես խոցելի դարձնելու համար։ Իհարկե վարկանիշը իջնում է։ Սա նաև երկուստեք վտանգավոր եւ Վրաստանի համար է դա վտանգավոր, որպես ընդունող երկիր։ Նրանք էլ պետք է իմանան, որ վտանգավոր միջոցառում է, հատուկ միջոցառում է անցկացվում 10,000 հոգի ոգևորված, վրդովված կամ ընդհակառակը ուրախացած այդ մարդիկ
չափը անցնում են նորմայի չափը Այսինքն փաստ է, որ սա դրանք էր։ Սա դրանքը մենք պետք է մնանք, որ սա դրանքը մեզ ուղեկցելու է։ Նախ ցավոտ չընդունենք դա։ Եղել է եւ Վրաստանն էլ պետք է մխիթարենք, ասենք ոչինչ, հնարավոր է որ մեր մոտ էլ լինի, սրտներիդ մոտ մի ընդունեք։ Մենք գիտենք որ այդպիսի բան լինում է։ Կարևոր եթե կան լուրջ պատճառներ մեր հարաբերությունները, որպեսզի լինեն լարված, ուրեմն առիթ կա միշտ առիթ լինելու է, տրանսպորտի հետ կապված առիթ կլինի, մաքսատան հետ, աղետի հետ, էթնիկ ծագումով քրեականների հետ, հիմա օրինակ Ռուսաստանում կամ Եվրոպայում գիտեք որ ծագումը չեն նշում հանցագործության, եթե օտարերկրացի է հանցագործը, ընդունված է հենց որ օրինակ մենք լսում ենք որ Մոսկվայի կամ չգիտեմ որ քաղաքում ծանր հանցագործություն է տեղի ունեցել ու անուն ազգանունը չեն ասում կամ չեն ասում Իվանովը դա արեց։ Ուրեմն ազգային փոքրամասնություն է։ Նույնը եւ Ֆրանսիայում կամ Բրիտանիայում, Ամերիկայում չեն ասում ռասան, աֆրոամերիկացի է թե չէ։ Թաքցնում են, որովհետեւ դա չի։ Դեռևս Լենինը իր ժամանակ բան է ունեցել, ասում են որ Ռաբինովիչը շորթեց, ասում է չի կարելի ասել Ռաբինովիչը շորթեց։ Այսինքն հրյան շորթեց, չէ, ասում են որ հանցանք է շորթման ակտ է տեղ ունեցել, այսինքն երբ որ փաստաբան է եղել Լենինը, այսինքն ես կարծում եմ որ պետք է մենք դա չքաղաքականացնենք, մեր հարաբերությունները Վրաստանը չեն կարող այդ պատճառով փչանալ, չպետք է փչանան, որտեղ մեզ շատ ավելի լուրջ մշակութային, արժեքային քաղաքական բաներ են միավորում է հիմա եղել է հանցագործություն է եղել կամ թյուրիմացություն է եղել հարկավոր է ձեր ասացի նման էջը փակել անցնել այո սա դրանք է փորձը կարող էր արվել եւ հակառակորդ ունենք առաջինը որ դա ում է պետք ում էր դա պետք ով էր ուզում որ վատ բան լինի ով էր ուզում որ մեզ հետ վատ բան պատահի Դե մենք ամիջապես սլակները ուղում ենք ադրբեջանցիների վրա։ Մենք գիտենք։ Դա էլ է քննարկվում։ Մենք գիտենք։ Բարի։ Խոսենք այն հարցի շուրջ, տեսեք դուք ասում եք անվտանգության հարցը ամենուրեք է անվտանգության հարցը եւ երեք Արտակ Զեյնալյանը ասաց որ անվտանգությունը բազմաբաղադրիչ հասկացություն է ազգային ժողովում ասաց եւ որպես Եվրամիության անդամ Հայաստանը դառնալու է ընդհանուր եվրոպական անվտանգության մաս դա ասվեց այն օրը երբ խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովը արդեն երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Հայաստանի Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Եվ այսպես Արտակ Զեյնալյանը ասում է Հայաստանը դառնալու է ընդհանուր եվրոպական անվտանգության մաս։ Առաջ չենք գնում շատ մեծ հույսեր չենք կապում այդ գործընթացի հետ, թե ամեն ինչ ճիշտ է գնահատվում։ Ձեր գնահատականը Հայաստանի անվտանգությունը եւ այս գործընթացը Հայաստանի Եվրամիությանը անդամակցելու գործընթացը։ Գիտեք մեր բոլոր հանդիպումների ժամանակ ես աշխատում եմ մնալ ինչ-որ շրջանակների մեջ ինքս ինձ քիչ նմանվեմ, այն ինչ-որ մտածում եմ աշխատում եմ դա չասել, բայց հիմա թույլ տվեք ես խոսքի ազատություն տվեք։ Գիտեք մենք ունենք Հելսինկյան ակտից հետո այդ նոր աշխարհակարգը որ կար կոչվում էր 3K կրիզիս, կոնֆլիկտ եւ մի բան էլ կար Կրիզիս, կոնֆլիկտ եւ երրորդ կն ինչն էր կգտնենք դուք խոսեք ես ընթացքում ես էլ այսինքն երեք կայերը համարում էին որ ոչ մենք մերժում ենք կոնֆրոնտացիա երեքը կրիզիս, կոնֆլիկտ եւ այո կայով էր լատիներեն կոնֆրոնտացիա այսինքն այդ երեքին դեմ էլ Հելսինկյան ակտը եւ նոր աշխարհակարգը կոչված էր այդ երեք կայերի դեմ պայքարելու համար հիմա մենք հայերս ունենք 3 կով կարմիր կովը կաշին չի փոխում մեր բանահյուսության մեջ կա երրորդ կովը կթան կով եւ էլ ինչ կով կա սրբազան կով ձեռք չտալ
դա անձեռնմխելի է։ Հիմա մենք կովերից վերցնենք կթան կովի գաղափարը։ Մենք անընդհատ կթան կով ենք մանգալի, որ կթենք։ Այսինքն Ռուսաստանը մեր համար կթան կով է եղել։ Այ հիմա բոլոր այդ ռուս-թուրքական, ես հիմա արդեն չեմ ասում ռուսամետներ, ասում եմ ռուս-թուրքամետներ, որտեղ Ռուսաստանը միայնակ չի Հայաստանում։ 1921 թվականի մարտի 16-ից ռուս-թուրքական հարաբերություններով է կարգավորվում հայ-թուրքական, հայ-ռուսական հարաբերություն, այսինքն երրյակ է, այ երրանկյունի կա, մենք այստեղ հենց որ ասում ենք պրո-ռուսական, պետք է ասենք պրո-ռուս-թուրքական, որտեղ նրանք միասին են, նրանք ունեն հատուկ դաշինք, հատուկ հակահայկական դաշինք, այդ դաշինքով պարտավորվել են կողմերը ճնշել հայկականությունը, երկիրը կիսել, Արաքսից աջ, Թուրքիային Արաքսից ցախ Ռուսաստանին, ազդեցության գոտի։ Հիմա ու մենք անընդհատ մտածում ենք, ահա, եթե դրանք կիսեցին, մեր հայրենիքը նվիրեցին թուրքերին, ինչ մենք կստանանք, թող ռուսները գան մեր համար կռվեն, թող ռուսները գան մեր անվտանգությունը ապահովեն, ու գնում ենք 300,000 զոհ ենք տալիս, Բերլին ենք մտնում, պատկերացնում եք ինչ թվեր են, մենք մտածում ենք, որ այմա Իվանը կգա կկռվի թուրքերի դեմ, կկռվի թուրքերի թշնամին է, իսկ մենք խոզվոդում կծառայենք, խլեբարես կլինենք, խլեբարեզի հոգեբանությունը կա, այ կթան կով լինի, հիմա կովը ուզում ենք փոխել, այս կթան կովից, քան որ կովը կատ չի տալիս այլևս, ռուս-թուրքական կովը մեզ այլևս կատ չի տալիս, չի ուզում տա, չունի, կամ չի ուզում, ասում ենք իսկ Եվրոպային չենք կարող կթել, գնանք թող Եվրոպան մեզ կատ տա, թող մեզ պաշտպանի, տեխնոլոգիա տա, գաղափարներ տա, կրթություն տա, հովանավորի մեզ, այ, ֆուտբոլ խաղանք, խուլիգանություն անենք, մեզ չպատժեն, ֆուտբոլ խաղալ սովորեցնեն, ես կարծում եմ, որ այդ հոգեվիճակից պետք է դուրս գանք, մենք կթան կով չկա, Եվրոպան կթան կով չի, են 3 կան, ես ասացի չէ, հիմա այս 3 կան, ոչ սրբազան կով կա, ոչ կարմիր կով կա կաշին չփոխող, ոչ էլ կթան կով կա, մենք պետք է մեր անվտանգությունը ապահովենք, մեզ կօգնի Եվրոպան, իր շահերից ելնելով, Եվրոպան շահ ունի այս տարածաշրջանում, թե չէ, եթե Եվրոպան շահ ունի, տիկին Գայանե, ուրեմն մենք ուզենք, թե չուզենք, ինքը մեզ օգնելու է, իր շահը, այսինքն մենք հիմա շահընկեր ենք, մենք գործընկեր ենք Եվրոպային, թե չէ, հիմա այնպես է ստացվել, զարմանալի էլի տգեղ է նույնիսկ, որ մենք սև քարերով ենք խաղում շախմատը, առաջի քայլը նրանք են արել, այսինքն Եվրոպան նախաձեռնել է, աջակցությունը ինքը առաջարկում է, ինքն է ասում, գամ, դիտորդ ուղարկեմ, զսպեմ, հիմա նորից գիտեք, այսօր վաղը, արտաքին գործերի նախարարը Թուրքիայի կանչվել է այնտեղ ստոմատոլոգի մոտ, ատամնաբուժի մոտ, Վաշինգտոնում է գտնվում, կանչել են ատամնաբուժի մոտ են կանչել են միջանցքում, կարգավիճակը Թուրքիայի այնպիսին է, մանավանդ Ստամբուլը դարձել է բախման կրիզիսի կոնֆլիկտի կենտրոն է դարձել, ինչ-որ մենք երազել ենք։ Դե պարզ արդեն հեղափոխության մասին են խոսում։ Այսինքն դա Եվրոպան իջավ Թուրքիայի կարգավիճակը, չեք կարողանում կարգավորել։ Ձեր մոտ ժողովուրդը 14 միլիոն ընտրող կարծիք ունի, դուք չեք կարողանում հաշվի առնել, այդ դա է ասում աշխարհը, Ստամբուլը եւ Անկարան, քաղաքները, մայրաքաղաքները, հետաքրքիր չէ, երկու Ռոմները, Սանկտ Պետերբուրգը եւ Մոսկվան, ասում են ինչ են ուզում, թույլ տվեք թող ընտրությունների միջոցով կամ խաղաղ ցույցի, ինչ եք ճնշում ցույցը, դա գիտեք չէ, բոլոր տեղերում կարգ է, եթե մի քանի միլիոն մարդ դուրս է գալիս փողոց,
ուրեմն ճգնաժամ է, ուրեմն պետք է իշխանությունը հեռանա։ Մի քանի միլիոն մարդի կարծիքը օրենք է։ Օրենքը դա է։ Եթե չի կարողանում ջարդի եւ ջարդ արգելված է։ Նրանք են իշխանության աղբյուրը։ Դա Հռոմն է, չէ՞։ Պոլիսը Կոստանդնուպոլիսն է, Բյուզանդիան է, դա Հռոմն է։ Հռոմը ժողովրդի կամքը։ Ուրեմն ուզում ասել, որ հիմա մեզ համար տեսեք ինչ հարմար բան է, այնտեղ կանչել են ասել են ինչ եք անում։ Այ մենք այո ես պարոն Զեյնալյանի նախադասությունն էր, չէ, որ այնտեղ անվտանգություն։ Նրանց անվտանգությունը այստեղ է սկսվում։ Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Հայաստանում։ Տեսեք, մի շատ վտանգավոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը դարձնել, ձեր իսկ այդ փոխաբերությունը կամ այդ օրինակը, որ բերեցիք, Կթանկովի գաղափարը, ճիշտ է։ Չեք կարծում, որ ձեզ ուրեմն կկաճառեն եւ կասեն դա մենք չենք Ռուսաստանը դարձրել Կթանկով եւ Եվրոպան ենք հիմա ուզում դարձնել, չէ՞, դուք կարծես թե այդպիսի ձևակերպում ունեցիք։ Այլ հենց Ռուսաստանն էր մեզ դարձրել Կթանկով, մեր տարածքով, մեր շահերով, մեզանից վերցնում։ Եվ դուք հիմա էլ ասեցիք, Կթանկով պետք չէ դարձնել Եվրոպային, այլ իրենք շահերն ունեն, տեսնենք իրենց շահերի հետ ոնց ենք համընկնում։ Չէ՞ որ Ռուսաստանն էլ, եթե Կթանկով էր դիտարկում Հայաստանին, առաջնորդվում էր իր շահերով։ Եվ հիմա ինչ ենք մենք փոխում։ Ռուսաստանին որպես մեզ օգտագործող Կթանկով իր շահերի համապատասխան փոխում ենք Եվրոպայով, որը իր շահերի համապատասխան հիմա պետք է Հայաստանին Կթանկով որպես օգտագործի։ Ոնց ենք այս ֆորմուլայից, այս բանաձևից պոկվում եւ Կթանկով դադարում մենք լինել Կթանկով։ Հասկացաք, չէ՞ ոնց այո, ես վիրավորելու համար դա ասացի։ Դե հիմա ասացիք։ Նրանք ովքեր որ Ռուսաստանին կամ Եվրոպային կամ Հնդկաստանին համարում են Կթանկով, նրանք սխալ են անում, այդպես չի կարելի։ Ռուսաստանը Հայաստանին օգտագործել է։ Այո, շատ լուրջ, շատ կարևոր արժեք ուներ Հայաստանը Ռուսաստանի համար։ Բայց մենք ապավինել ենք Ռուսաստանի օգնությանը, որովհետեւ փոխշահավետության գաղափար է եղել։ Ահա, փոխշահավետության գաղափար։ Խաչատուր Աբովյանին չենք կարող հայրոյել։ Ոնց անենք, ինչպես անենք, որ նույն պատկերը չստացվի այստեղ Եվրոպայի հետ։ Դինամիկ վիճակ է։ Մի անգամ մեր շահերը համընկնում են Հռոմի հետ, մյուս անգամ Տիզբոնի հետ։ Անդադը այ հավերժական դաշնակիցներ, հավերժական սեր, քաղաքականության մեջ սերը սենտիմենտ է։ Այո, բայց ինչպես անի Հայաստանը, որ այդ ատամնանիվների տակ չմնա, ինչ որ մի դիրք պետք է այնուամենայնիվ ընդունի կամ դաս պետք է քաղաց լինի նախորդ այդ բանաձևից։ Ինչ որ բան պետք է, այո, ինչ որ ուրիշ ձևով պետք է իրեն դրսևորի։ Մենք գերազանցիկ աշակերտ ենք։ Օ, ինչպես։ Եվրաքվեն։ Մեր ժողովուրդը մի քիչ ուշացած կա, երազանցիկ չասենք, հաջող։ Մենք դա արեցինք, տեսանք, որ Ռուսաստանը հեռացել է երկու պատճառով, շահերը չեն համընկնում, կամ այդ, ասենք Կթանկովի մասին մի անգամ էլ ասենք, դե արդեն ընկել ենք դրա մեջ, արդեն գնաց չէ, եթե համեմատության մեջ, գնաց, ուրեմն նա շատ կուզենա որևէ ազդեցիկ պետություն շատ կուզենա այստեղ ունենալ իր դիրքապահը, իր սահմանապահը, զաստապ բառը, ուղեկալը, իր սահմանը, այ Ռուսաստանի անվտանգության ուղեկալը Հայաստանում է, ինքը չի ուզում այդ ուղեկալը կորցնել, ամեն անգամ բոլոր հարմար առիթներով լուրջ ժամանակ, ստապ ժամանակ Ռուսաստանն ասել է, որ Հայաստանը իր անվտանգության գոտին է, իր ֆորպոստն է, հայտարարում են, հենց դրա համար են նրանք հայկական այդ Էրիվանսկի և Արմյանսկայա օբլաստը խլել Պարսկաստանից, խլեցին իրենց սահմանները ապահով պահելու համար, ես նույնիսկ ասեմ ավելի վատ բան կա, մարտական գործողությունների տարածք է սա, որպեսզի Արիոլում, Կուրսկում, Բելգորոդում, Տվերում չկռվի, ինքը կռվում է Արարատյան դաշտում, այստեղ է կռվել Թուրքիայի հետ, քանի
պատերազմ է եղել մեր տարածաշրջանում Պարսկաստանի եւ Թուրքիայի դեմ, Ռուսաստանը քանի անգամ է այստեղ կռվել։ Ոչ թե իր տարածքում, իր երկիրը չի ավերվել, մեր երկիրն էր ավերվում։ Գենոցիդը մեր մոտ էր տեղի ունենում, ջարդը, եղեռնը, մեր երկիրն էր զորքերի ոտքի տակ ընկնում։ Այդ դրա համար է, նա շատ կարևոր է Ռուսաստանի համար, որ այնտեղ կաշիրում, Ռյազանում, Յարոսլավում չլինի պատերազմը։ Հիմա Ուկրաինան բացահայտ հայտարարում է, ասում է, որ ՆԱՏՕ-ն մոտենում է իմ սահմաններին։ Ես ուզում եմ, որ Ֆինլանդիան, Շվեդիան, Ուկրաինան, Բելոռուսը, Լեհաստանը լինեն իմ անվտանգության գոտին։ Մարդը հայտարարում է։ Պետական ծրագիր է դա։ Հայաստանը նույնպես այդ ցանկում է անվտանգության գոտի Ստրանապոլե բոյա։ Մարտական գործողությունները այստեղ լինեն, որպեսզի ռմբակոծվի Հայաստանը։ Ով է ուզում դա։ Դա այդ երկրի շահերից են բխում։ Ռուսաստանը ուզում է, սա իր անվտանգության ուղեկալն է։ Այստեղից իր հրթիռները հասնում են Անկարա եւ Ստամբուլ։ Ուրեմն նա չի ուզում։ Նույն բանը անում է եւ Եվրոպան։ Իր անվտանգության գոտին է։ Եթե սկզբից 1825 թվականին կամ 15 Նապոլեոնին հաղթելուց հետո այդ սրբազան դաշինքը Ռուսաստանին հանձնարարեց, որ այստեղ ապահովի քրիստոնյաների անվտանգությունը եւ իր սահմանների ուղեկալը անվտանգությունը համընկել էր եւ քրիստոնյաների, հայերի, ասորիների, հույների շահերից բխում էր, որ քրիստոնյա սպիտակ թագավորը գա այստեղ, գոնե քրիստոնյա կլինի, գոնե այդ օթուզ բեշը չենք տալու։ Դուք գիտեք, որ մենք 35% հարկ ենք մուծել, երբ մահմեդականը մուծում էր 15%, մենք 20% էլ կրոնի հարկ էինք տալիս, այ մենք ասում էինք, Խաչատուր Աբովյան ասում էր, որ այդ օթուզ բեշից գոնե կպրծնենք։ Աշխարհը հանձնարարեց Ռուսաստանին, ռուսերն էլ գիտեք, Պասկևիչին ուղարկեցին, Պասկևիչը պետք է ստեղծեր Արմյանսկայե ցարստվը։ Ու հետո ռուսները մտածեցին, բայց ինչի Արմյանսկայե ցարստվը։ Դարձան մեր մրցակիցը որպես ուղեկալ։ Ասեցին մենք կապահովենք մեր անվտանգությունը։ Հա, թող հայերը մնան ու անենց լինի, որ чтоб не зазнались։ Քթները վերջ չծցեն։ Այո, որովհետև թողնենք թուրքերի հետ կոնֆլիկտի մեջ եւ մեկ-մեկ էլ դա հրահրենք, թող։ Բայց աշխարհի հանձնարարությունը Ռուսաստանը միշտ Եվրոպայի հետ համագործակցել է։ Բայց ոչ հիմա։ Հիմա էլ նա մի գրպանով, մի թևով հիմա էլ համագործակցում է։ Ես դες կարող եմ մի օր մի հարմար հարթով կարող եմ Գուվերից սկսած 1921 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները 1 միլիոն տոննա հացահատիկ են ուղարկել Ռուսաստան։ Լենինի Գոերլո ծրագիրը, էլեկտրիֆիկացիա ծրագիրը ամբողջությամբ ամերիկյան ծրագիր է եղել։ Ֆորդը, Կրայսլերը, այդ Չելյաբինսկի, Խարկովի տրակտորաշինական գործարանները, Մագնիտագորսկը, դրանք բոլորը ամերիկյան փողերն են, ամերիկյան տեխնոլոգիա է։ Այսինքն այնպես չի, բայց Ռուզվելտի Լենդ-լիզը, Թրամփը այսօր, հա։ Ոչ մի տարբերություն, Գուվերն էլ էր գերմանացի, նեմեց։ Գուվերն էլ էր գերմանացի միջայլոց։ Նույն բանն է, այնպես չի, որ չեն համագործակցում։ Լենինի, Ստալինի ճառերը մենք ունենք, չէ, դպրոցում անցել են։ Իրենց համագործակցությունը մենք հիշում ենք, հիշենք, դնենք այստեղ մի կողմ եւ վերադառնանք հիմա այստեղ։ Դուք ասացիք, սա կարող է բախման տեղ լինել Հայաստանում։ Ոչ, բախման տեղ չի, մրցակցություն կա։ Այո, անպայման սա պետք է լինի Եվրոպայի համար ուղեկալ։ Այդպես է եղել 2000 տարի։ Սուլլան, այդ դիկտատորը Հռոմի, Հուլիոս Կեսարից ու Օգոստոս կայսրից առաջ։ Դեռևս Սուլլան, տխրահռչակ Կալիգուլան, շատ տխրահռչակ Ներոնը,
ֆինանսավորել են հայկական արիրուձին, քաղաքներ ամրոցներ են ռոմեական Եգիպտոսի ու չգիտեմ որտեղի Իսպանիայի հաշվին կառուցել են Հայաստանում ամրոցներ որպես ուղեկալ ռոմեական իմպերիայի համար։ Հիմա շարունակվում է, այսինքն պարսիկները թե ռոմեացիները, հիմա եվրոպացիները թե ռուսները, մենք նրանց կռվին, մենք չենք մասնակցելու, թող իրանք իրար հետ կռվեն, ով է լինելու այստեղ մեր դաշնակիցը։ Մենք իհարկե նախասիրություններ ունենք։ Լավ։ Հիմա վերադառնում ենք նորից այդ ձեր կթանկովի օրինակին։ Չէ, էլի հողի վրա ենք լինելու։ Շահերը համընկնելը հասկանալի է, բայց շահերը համընկնելու պահին չդառնանք կթանկով։ Ճիշտ է։ Տվյալ դեպքում ես նորից այդ կթանկովի ձեր շատ հրաշալի ալեգորիան օգտագործում եմ։ Ինչպես Հայաստանը օբյեկտից վերածվի սուբյեկտի։ Նա միայն երևի ես հարցնում եի ինչ է պետք, որպեսզի մենք շահի շահերի համընկնելու պահին չօգտագործեն էլի մեր տարածքը, մեր շահերը։ Փոխշահավետության խնդիրը դիք են գայանել, ես ձեզ հասկացա։ Փոխշահավետությունը գալիս է հավասարը հավասարի գաղափարից։ Այո։ Հավասարը հավասարին նշանակում է, որ Հայաստանի սուբյեկտայնությունը եւ ինքնագիտակցումը, այսպես ինքնագնահատականը։ Ինքնագնահատականը գոնե առնվազն հավասար լինի, ճիշտ է։ Այո։ Ինչ մենք այդ կարող ենք այսօր ասել, որ այդպես է, եթե այո ասում եք այո, եթե ոչ, ինչ է պետք անել, որպեսզի լինի այդպես։ Մեր հարգելի ունկնդիրներին հենց հիմա մենք դա ենք ասում, մեր ինքնագնահատականը հատուկ ճիշտ այնպես, ինչպես ֆուտբոլային այդ ինձ թվում է թեթև անախորժությունը չպետք է դառնա քաղաքական խնդրեմ, ճիշտ այդպես էլ մեզ անընդհատ դիվերսիոն հոգեբանական դիվերսիա կա մեր դեմ։ Վաղուց Մովսես Խորենացուց առաջի այ հիշելի ժամանակներից հենց որ գրվել է որ մեր դեմ գաղափարական դիվերսիա է գնում, մեզ նվաստացնում են, մեր ինքնագնահատականը փչացնում են, նվաստացնում են մեզ։ Այ հիմա մենք դա ենք անում, ասում ենք մենք կարևոր ենք, մենք նրանց համար կարևոր են, բան ու գործ չունեն, եկել են այստեղ հյուպատոսություն, փող են ուղարկում ժլատ եվրոպացիները։ Դուք պատկերացնում եք ժլատ գերմանացին։ Դրանից ժլատ բան չկա աշխարհում, մեզ փող է տալիս, զենք է տալիս, տեխնոլոգիա է տալիս։ Եվրոպացիները թողել են իրենց ալժիրներն ու չգիտեմ ինչերը, եկել են այստեղ դպրոցներ են բացում, զենք են տալիս իրենց իսկ դրած արգելքը շրջանցելով մեզ իրավունք չունեն զենք տալու, մենք ՆԱՏՕ-ի թշնամին ենք, ՆԱՏՕ-ի կարևոր պետությունները մեզ զենք ու տեխնոլոգիա են տալիս, այդ որ ասում են մենք թռչող սարքեր ենք արտադրում, ինչով ենք արտադրում, ջերմուկի կորիզով, չէ, ծիրանի կորիզով, ջերմուկը ինչով է, ջերմուկ վառելով, չէ, իրենք են տալիս ամեն ինչ, այստեղ մենք հավաքում, մենք զբորկա ենք անում, նրանք տալիս են, դա արգելված է, տալիս են մեզ, ուրեմն շահերի համընկնում, փող շահավետ պետք է լինի, այ կթանկովը հենց դրա մասին է, եթե փող շահավետ չի, ինչ որ կողմ կթանկով է, կամ մենք ենք կթանկովը, կամ նրանց ենք համարում կթանկով, ուրեմն փող շահավետ պետք է լինի, իսկ փող շահավետության համար դուք ինձ շատ օգնեցիք տերմինը, մենք պետք է գործընկեր լինենք, այո, նրանք պետք է հարգեն մեզ, նրանց վասալը չենք, հաճախորդը չենք։ Հետաքրքիր պետք է լինենք, շահավետ պետք է լինենք, այլ գործընկեր պետք է։ Այո, հաճախորդ չլինենք, չգնանք այդ ստամատոլոգի աթոռին սկամեյկայի վրա նստենք, սպասենք, թե մեզ երբ են հրավիրելու մի բան տան։ Եթե Վաշինգտոնը նկատի ունեք։ Վաշինգտոն, Լիսբոն, Բրյուսելները, Պետերբուրգները։ Չէ, դա իհարկե իրենց տեղն ունեն, դերն ունեն եւ այո, մենք պետք է ոչ թե օբյեկտ լինենք, այլ սուբյեկտ։ Գործընկեր։ Ձեր ստուդիայում մենք ամեն անգամ մեր մասին խոսում ենք, ասում ենք, որ մենք հարգարժան մենք պետք է արժանի լինենք ինքներս մեզ, պարոն Աշել։ Մեր աչքում։ Այո, մենք։ Այո, նսեմացնում են։ Ես շաբաթ օրերը դուք հենց ինձ հրավիրում եք շաբաթ օրերը, գիտեք, հանգստյան օր է։ Ես ասում եմ, կարևոր բան է, գնանք մեր ինքնագնահատականի մասին խոսենք։ Մենք նույնիսկ մեր հանգստյան օրը նվիրաբերում ենք այդ գործին։
եւ պետք է այդպես պետք է լինի, դա չպետք է քննարկվի։ Մենք հենց իսկապես 10 միլիոն կանք մենք գործընկեր ենք, բայց պետք չէ խեղճանալ, ու մեր մեջից միշտ ընտրում են խեղճերին իրենց որպես գործընկեր։ Մեր մեջից դեռևս մեր հներն էին ասում, պարսիկները մեր մեջից ընտրում են վատերին ու նշանակում են մեր գլխին իշխան։ Շնորհակալ եմ, գովազդ ենք հայտարարում եթերում, պարոն Արշակյան, սիրելի հայրենակիցներ, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, մի քանի վայրկյան հետո մենք նորից կվերադառնանք ստուդիա, իսկ այժմ գովազդ է։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան, Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Սիրելի հայրենակիցներ, Ազատ Արշակյանի հետ ենք զրուցում, Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական գործիչ։ Այժմ այսպիսի փուլ է։ Հայաստանը եւ Եվրամիությունը քննարկում են անվտանգության պաշտպանության հարցերի մեխանիզմի ստեղծման հարցը։ Հայտնի է դարձել, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է Եվրամիության առաքելության մանդատի երկարաձգման մասին։ Շատերը հարցնում են, ասում են, արդյոք սա չի հակասում այն 17 կետերից այն վերջի կետին կամ կետերից մեկին, որով կարծես թե Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին երրորդ ուժ չպետք է տեղակայվի։ Հիմա ամբողջ այսպես փոթորիկ էլի նորից, մերոնք շատ սիրում են, մեր հասարակությունը սիրում է փոթորկվել, եւ փոթորիկ մի կողմից երկարաձգում է մանդատը, մյուս կողմից սահմանին չլինելու պայմանավորվածությանը այո է ասել։ Հակասում են իրար այդ երկու կետերը, թե ոչ։ Եվ նորից վերադառնում ենք, որ Եվրամիությունը եւ Հայաստանը քննարկում են անվտանգության մեխանիզմների հաստատման հարցը։ Նախորդ բարբերություններից մեկում մենք խոսեցինք մեր ժողովրդի գերազանցիկ լինելու մասին, որ ճիշտ ժամանակին մենք հայտ ներկայացրեցինք, որ մենք եվրոպացի ժողովուրդ ենք, հիշեցրեցինք աշխարհին, որ մենք եվրոպացի ժողովուրդ ենք։ Եթե մենք նույնիսկ դա չանեինք, եվրոպացիները ուզում են այստեղ լինել։ Այնպես չի գիտեք, որ մենք խնդրեցինք եվրոպացիները թողեցին իրանց տուն ու տեղը
իրենց գործերը Սոմալիում, Գազայում, որտեղ էլ Աֆղանստանում ու եկել են այստեղ Սյունիքում, մեր լեռներում հեռադիտակով շրջում են, չէ, իրենք ուզում էին գալ։ Եվ մերոնք ճիշտ ժամանակին զգացին, որ նրանք կգան դիտորդ որպես, նրանք գալիս են իրենց սահմանները պաշտպանելու համար։ Հիմա ստացվում է, որ Ադրբեջանը այնքան մեծ տեսակարար ունի, իրանից մի կարևոր բան է ներկայացնում, որ եվրոպացիներին ասում է, ես պետք է որոշեմ, դուք որտեղ պետք է շրջեք հեռադիտակով։ Ես փաստորեն դա գիտեք ինչի է, հայտարարություն է հանցագործության մտադրության մասին։ Հենց նրանք ասում են դիտորդ պետք չի, պահակ պետք չի։ Ձեր ուրեմն դուք գողության ծրագիր ունեք։ Դա մեկ։ Մենք կարող ենք ասել եվրոպացիների հետ պայմանավորվեք, վռնդեք եվրոպացիներին։ Ադրբեջանը կարող է եվրոպացիներին, Եվրոմիության, ՆԱՏՕ-ի պետություններին գյադեք դեսնանցեք, գյադեք դեննանցեք, հա, ինքը այդպիսի իրավունք ունի, այ մենք պետք է դա բոլոր դեպքերում ասենք, իհարկե նրանք գիտեն, բայց մենք ասենք, էլի ձեզ վռնդում են ինչ-որ տեղից, այսօր այստեղից վաղը Փարիզից կվռնդեն, Բերլինից արդեն Բերլինում կան թաղամասեր, որտեղ գերմանացիները չեն համարձակվում ապրել, Բերլինում կան այդպիսի թաղամասեր, Բրանդենբուրգյան դարպասների վրա կարող է կախվի այդ կիսալուսինը, թե քանդելու են Բրանդենբուրգյան դարպասները պրուսների, ուզում ասել, որ մենք պետք է մի քիչ ինքնավստահ լինենք, ասենք եվրոպացիների հետ կռիվ ունեք, դե ձեր ավիակիրներն ուղարկեք Ատլանտյան օվկիանոս, Հյուսիս Ատլանտյան օվկիանոս, Ադրբեջանից հանի Քո ավիակիրը ուղարկի թող վտարեն եւ սպառնացեք։ Իսկ մյուս կողմից, եթե ավելի լրջացնեմ, պատերազմի կանխարգելում է դա եվրոպացի դիտորդները խուլիգանության, հանցագործության, ավազակության, անեքսիայի, ագրեսիայի կանխարգելման ուժ են։ Եթե Ադրբեջանը անվստահելի գործընկեր է այդ 17 կետը, հա, մերոնց այդ հնարք, թե հնարանք, պրյոմա, տրյուկը, ստացվեց, էլի ասեց համաձայն ենք, մեկը դա չի համաձայնվել, մենք համաձայն ենք, այսինքն Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը վստահելի գործընկեր չի, դրա համար եվրոպացիները կգան կմնան, Եվ այստեղ խոսքը սահմանին է, թե ոչ սահմանին, այո, այդ դրոշն է կարևոր, Եվրոպա, այսինքն նրանք Ադրբեջանը պատրաստ է հարձակվել Եվրոպայի վրա, այ մենք ինչ ենք ուզում Եվրոդաշինք, ինչ ենք ուզում դաշնակեցադառնալ Եվրոպայի հետ, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի հետ էինք բավական երկար ժամանակ, Հայաստանի վրա հարձակվել նշանակում է հարձակվել Ռուսաստանի վրա, հիմա Ռուսաստանը քանի որ այդպես չի մտածում 1921 թվականի մարտի 16-ից, ասեմ էլի ոմանց չգիտեմ, արժի այդքան շատ բացատրել, եթե մինչև հիմա չեն հասկացել, երևի արժի։ Այդ պահից դուք համարում եք այդ ստորագրումից սկսած։ Այդ պահից արդեն մեր եւ Ռուսաստանի շահերը չեն համընկնում։ Նրանք այսուհետև նրանց շահերը Թուրքիայի հետ են։ Դրա համար դա կոչվում է ռուս-թուրքական, Լենին, Աթաթուրք։ Ուզում եք մեղմ ասեմ, որպեսզի ոմանք բան չզգան իրենց։ Ասեք խարանն էլի, բորոտը, բորոտ, մենք ասում ենք դուք բորոտ եք, վարակիչ հիվանդություն է, տգեղ, լինել Լենին Աթաթուրքի կողմնակից նշանակում է լինել տգեղ, վարակիչ տգեղ, հա, էլ երկու բան մի անգամից, ուրեմն անվստահելի գործընկեր ունենալու պատճառով, եվրոպացիները դա են ասում են, դուք անվստահելի եք, մենք դրա համար ենք եկել, հենց որ Հայաստանը կկարողանա այնպիսի հակահարված տալ, որ Ադրբեջանը ցավ զգա, ծանր ցավ, անդառնալի կորուստներ ունենա, այդպես են ասում, անընդունելի կորուստներ ունենա,
Այն ժամանակ եվրոպացի դիտորդ պետք չի լինի։ Ընդհանրապես Եվրոպան էլ պետք չի լինի։ Մենք դոնոր կլինենք անվտանգության, կասենք, որտեղ գանք ձեզ օգնենք եվրոպացիները։ Ճիշտ այնպես 1000 տարի Տիկին Գայանի 1000 տարի էթնիկ հայերը եղել են անվտանգության դոնոր։ Մեր բանակները Բավարիայում, Լեհաստանում, Պարթևստանում, Տաջիկստանում, Արաբստանում կռվել են մեր Սասունցի Դավիթը կարևոր բան է։ Այդ ջոջ մերը որտեղ էր։ Ապորինի երեխաներ էլ ուներ, նրանց մոտ թագավոր էր։ Մեր տղերքը Եգիպտոսում էլ են կռվել։ Այսինքն մենք այն ժամանակ էլ եղել ենք դոնոր։ Անվտանգության Վարդան Մամիկոնյանը որտեղ քուշաններ, ուրդուներ, հորդաները, ուրդու հիմա էլ կան։ Մենք հիմա էլ կասենք մեր արյան մեջ կա, գնացինք Բերլին հասանք։ Խաղաղ օվկիանոսյան նավատորմի հրամանատարը երևանցի հայ էր։ Այս վերջերս նոր է պաշտոնաթող եղել։ Խաղաղ օվկիանոսում ծովակալը նավատորմի սովետական ռազմածովային նավատորմի հրամանատարը երևանցի հայ էր, մեր նման մեկը։ Այսինքն մենք դա եվրոպացիները գիտեն։ Մենք դա կարող ենք անել։ Այ հենց որ բավարար լինի մեր ռազմական ներուժը, պոտենցիալը, դիտորդ պետք չի լինի ընդհակառակը։ Պետք չի լինի դիտորդ։ Մենք մեկ ինքներս մեզ թույլ կտանք որոշ չարաչիչություններ սահմանի վրա։ Դե Ադրբեջանն էլ ամեն ինչ անում է, որ այդ ժամանակը չտա Հայաստանին։ Բնական է։ Ուշքի գալու, ոտքի կանգնելու, ուժեղանալու, ինքնաբավ լինելու։ Այո, ինքը չգիտի, որ դա ոչ խելքի բանն է, ոչ էլ ուժի։ Ոչ այդքան խելք ունի, ոչ էլ այդքան կարողություն, որ թույլ չտա։ Իմիջիալոց իրենք թույլ չէին տալիս, որ Պասկևիչը գա։ Երբ որ պետք էր Ռուսաստանին, Պասկևիչին ուկրաինացի Պոլտավայից, ուկրաինացիները իրենց թուրու թվանքով, մուշկետներով եկան ու գրավեցին ու տարբեր տեղերից մեզ հավաքեցին Երևանի խանությունում ու դարձրեցին Արմենիասկայա օբլաստ, թող դա հիշեն իրենք ամեն անգամ, երբ որ հոխորտում են, հիշեն, որ հենց որ պետք լինի, մեր դաշնակիցներից մեկին, մենք դեռ շատ բան կարող ենք անել։ Եվ մինչ հեռախոսազանգեր ընդունելը, վերջին հարցը, ձեր կարծիքով Ադրբեջանը տապալում է խաղաղ բանակցությունները, տապալում է խաղաղ պայմանագիր ստորագրելը, որքանով է այժմ վտանգավոր Ադրբեջանի այդ գործողությունները, որ նա ձեռնարկել է, թե պարզապես ֆոն է ստեղծում, որ ցույց տա, որ Հայաստանը ոչ կոնստրուկտիվ ամբողջ աշխարհին էլի նորից Վարկաբեկի Հայաստանի վարկը իջեցնի։ Իրենց ադրբեջանցիներին թվում է, թե ամբողջ աշխարհը Բունյաթովի դասագրքերով է պատմությունը ուսումնասիրում։ Իրենց թվում է, թե իրենց ռադիոն ու իրենց շրջաբերականներն են կարդում Վաշինգտոնում եւ Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում։ Բացում են տենան ինչ է գրել, հա, իրենց փորձագետը։ Մենք էլ ունենք, չէ՞, տենց փորձագետներ տեղեկանք են գրում։ Իրենց դա է թվում։ Չէ, այդպես չի։ Երկու սխալ է անում, առաջինը թվում է իրենց, որ թվում է, երկրորդը այդպես չի կարող լինել, այդպիսի շանս, տեսեք, իրենք մտածում են, եթե շանս ներկայանա, Զանգեզուրը գրավենք, Երևանը գրավենք, Համամլուն գրավենք, Դավալուն գրավենք, չէ, բանները դրան են դրել, էլի, շանս կլինի կգրավենք, էլի, Վանը ոնց գրավեցինք, Խարսը գրավեցինք, չէ, Նախճեվանը գրավել ենք, հիմա Շուշին ու Ստեփանակերտը գրավել ենք, չէ։ Կարող են էլ գրավենք ու անցնի։ Եթե չանցնի, դա բանը կա էլի, իմիտացիան կա էլի, թող իմանան, որ մենք ինչ-որ բան ենք։ Այ մենք հիմա պետք է, մենք գործ ունենք, պետք է թույլ չտանք, պետք է նրանք ոչ նա ստանան, ոչ նա։ Այ դաս պետք է տանք, մենք ասենք, որ այդպես չի կարելի մեզ հետ։ Մենք թող հիշեն 1994 թվականի Բիշկեկում իրենց ստորագրությունը, Սամվել Բաբայանի նկարը, մենք պետք է մեծ միտեղ, նույնիսկ փողի վրա կարելի է, այ 100,000 ունենք, չէ դրամ, 1 միլիոնանոց դրամ միած սարքենք,
Եթե դրանով ամրապնդվեր դիրքերը, գուցե։ Բաբայանը գրիչով։ Ինչու։ Ասում եմ, եթե դրանով ամրապնդվեր դիրքերը, գուցե, բայց Պատմության դասերի մասին է խոսքը։ Այո։ Նրանց պետք է ասենք, որ Սամվել Բաբայանը միակը չի։ Մենք մի դիվիզիա Սամվել Բաբայան ունենք, որ պատրաստ են իրենց կապիտուլյացիայի տակ ստորագրելու։ Մի անգամ ստիպել ենք, պարտադրել ենք Բիշկեկում ստորագրել։ Զինադադար չէ։ Ուրեմն Սամվել Բաբայանը կա որպես նմուշ։ Մի հարմար արդյոք մենք նմուշների մասին էլ խոսենք։ շնորհակալ եմ, ընդունենք հեռախոսազանգ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Այո։ Ja, բարև ձեզ տիկին Արաքելյան, ինչպես եք։ Շնորհակալություն։ Ասեք, լսում ենք ձեզ ձեր հարցը։ Տիկին Արաքելյան, ես բեր հույր, ես իրար շատ լավ եմ ճանաչում, ես բեր հույր ուզում եմ մի քանի բարեր կա, որ ուզում եմ իմանալ։ Այս մենք երբ ենք ազատվելու հետ վարչապետից, որ մենք ունենանք նոր հզոր խելացի մի հատ նոր վարչապետ, որ այս վարչապետը խելացի լի, կարողանա մի երկիրը ղեկավարի։ Այս գրանով մենք կործանում ենք մեր հայ ազգը։ Երկրորդ հարցը, պարզ է, էլ մի կործանումի մասին չենք խոսում, նոր խելացի վարչապետ, հարցը կուղեմ, հաջորդը էլի հարց ունեք։ Հաջորդ հարցը խնդրում եմ ձեզի, այդտեղ մի հատ հայ կա, որ իրար դեպարկացում է, որ ինքը հայ է, բայց ինքը ադրբեջանցի է, չեմ ուզում, որ էդի խոսա, հայրը խոսալը չգիտի։ Ես չգիտեմ ում մասին է խոսքը, լավ, եղավ, մեկը մյուսի մասին չեմ ընդունում այդպիսի բան, խոսելաձև եւ թեմա, նոր խելացի վարչապետ է ասում մեր Ամերիկայում բնակվող, Լոս Անջելեսում բնակվող հայրենակիցը։ Առաջիկայում ընտրություններ են լինելու, հայտեր կներկայացնեն, վարչապետի թեկնածուների, հայտերը կներկայացնեն, կտեսնենք դրանցից որն է ավելի հարմար, նրան էլ կընտրենք, ով ունի համապատասխան նկարագիր, կրթություն, կենսագրություն, չէ, կենսագրություն, կրթություն, գիտելիքներ, ծրագրեր, թիմակիցներ, ու նրան կընտրենք, մեր ձեռքում է դա, մենք կարող ենք ընտրել։ Կարծում եք, որ ընտրությունները ազատ են լինելու եւ իսկապես հանրությունը հնարավորություն է ունենալու նոր վարչապետ, այսինքն նոր խորհրդարանական կազմ ընտրելու եւ այդ կազմն էլ կտա, ինչպես ասեց, նոր խելացի վարչապետ ընտրի իր մեջից։ Մենք արդեն փորձ ունենք այդ 60,000 ստորագրությունը նախավարժանքներ, որ մեր ժողովուրդը գիտի ազատ ընտրության գինը։ Մենք պարտադրեցինք այս իշխանություններին վերնապոդնի, հիշում եք այնտեղ փաթաթվում էին Լուկաշենկոյին, Նազարբաևին, ինչ ջերմ հարաբերություններ էին, այսպիսի կլոր սեղաներ, միասին հաճախոսություններ էին փոխանակում, զորքեր էին փոխանակում, իրար հետ գնում էին, իրանց մոտ ցույցեր էին ճնշում եւ այլ, բայց տեսակ ոնց այսօր երեք մի քանի ամիս առաջ ասացին, որ հա, եթե ժողովուրդը մեզ պարտադրում է եվրոպական արժեքներ, ուրեմն մենք դա կընդունենք։ Այսինքն մեր ժողովուրդը ուժեղ է, մենք կարող ենք։ Կպաշտպանի ժողովուրդը իր իրավունքը ազատ ընտրելու դες թվում է։ Թե եթե ինչ որ բան էլի մանիպուլյացիաներ լինեն, էլի ինչ որ ավանջիվներ լինեն։ Տեսեք մեր ասենք զավթվում է։ Ասենք փորձ է արվում զավթվել։ Եթե մենք գերի ենք, կպաշտպանի իր։ Եթե մենք գերի ենք, տեսեք մենք 1000 տարի գերի ենք եղել։ Մենք ուզում ասել այնպես չի գիտեք, որ մենք հիմա բան ենք, բրիտանացի ենք։ 500 տարի Բրիտանիայում թշնամի, Լոնդոն թշնամին չի մտել։ Միակ երկիրն է 500 տարի թշնամի չի մտել այդ երկիրը։ Մենք գիտեք, որ բրիտանացի չենք, հա ենք, մենք գերության մեջ եղել ենք։ Եվ հենց հիմա մեր այս հաղորդումն էլ դրա մասն է, որ այլևս երբեք մենք մեր ազատությունը պետք է պաշտպանենք, մեր անկախությունը պետք է պաշտպանենք, մեր ընտրելու իրավունքը պետք է պաշտպանենք։ Մենք ունենք այդպիսի քաղաքացիներ, որ
անձնազոհ ձևով կպայքարեն մեր ազատության համար, անկախության համար, ընտրելու իրավունքի համար։ Պարոն Աշակյան, ձեր կարծիքով 1 տարից արդեն, չգիտեմ, 1 տարի է մնում մինչ ընտրությունները, հիմնական խաղացողները այդ ընտրությունների կամ խաղացող երևի կոպիտ բառ է, ում միջև պետք է ընտրի, ես այս հարցը էլի եմ ուղղել, էլի ես կարծում եմ այս 1 տարվա ընթացքում բազմաթիվ անգամ կուղղեմ իմ բանախոսներին, իմ հյուրերին, ինչի եւ ինչի միջև է այսօր մեր իմացածով ընտրում հանրությունը, ում եւ ում միջև է ձեր կարծիքով, թե դեռ մենք այդ ինչպես ասում են քարտերը դեռ փակված են, բացված չեն, մենք չգիտենք ովքեր են, վերադառնամ խաղացող ձևակերպմանը, ովքեր են խաղացողները։ Կարելի է օգտագործել քաղաքականությունը նույնպես խաղ է ենթադրում։ Հենց դա էլ քաղաքական խաղն է, խաղի կանոններ կան։ Ուրեմն այսօր հաշվետվության օր է, այս քանի օրը հաշվետվության օրն է։ Հեղափոխությունը եւ հակահեղափոխությունը հաշվետվություն են տալիս։ Դուք ցանկը նայել եք, հարգելի հեռուստադիտողներ, նայեք, տեսեք ովքեր են հայտ ներկայացրել իշխանության համար։ Կարծես թե 2018 թվի հեղափոխությունը կարծես թե չի եղել։ Նույն մարդիկ են, նույն դեմքերը, քրեա օլիգարխիկ ուժերը մրցում են դուրս պրծուկների հետ։ Արդեն որոնք ոչ մի կենսագրություն չունեն, հեղափոխության դրոշով, հեղափոխության գնացքով եկել են, բայց իրենք հեղափոխական չեն։ Այսա հաշվետվություն է, տգեղ է։ Ասում ես, սրանք են։ Հələ տեսեք ովքեր են նորից իշխանություն ուզում Հայաստանի Հանրապետության տարածքում, քաղաքներում ավականեի ցուցակը նայեք, քաղաքապետերի, գյուղապետերի, հավակնորդների ցուցակը, ասում եք, 18 թվին սրանց չեն ոչնչացրել քաղաքականապես։ Նոր կուսակցություններ են արդեն հայտ գալիս, նոր երիտասարդներ կան։ Այո, նոր, ես մի քանիսին գիտեմ, օրինակ Դաշինքը, ճիշտը եւ լավը կլիներ, որ Դաշինքի եւ հեղափոխականների Դաշինքը որն է, Եվրոդաշինքի մասին։ Այո, Եվրոդաշինքի մասին է խոսքը։ Այդ 3 կուսակցությունները եւ իրենց դաշնակից հասարակական ուժերը։ Տիգրան Խզմալյանը, Արամ Սարգսյանը եւ Արման Բաբաջանյանը, նրանց կուսակցություններ, ես լիդերներին եմ ասում։ Նրանք արդեն այլընտրանք են այսօրվա իշխանության գլխավոր մրցակիցը ծրագրերով, գաղափարներով, ամեն ինչով պետք է լինեին նրանք, բայց իշխանության համար դժվար կլինի նրանց դեմ պայքարելը, դժվար է լինելու, զուգահեռ են, եվրոպական ծրագրերով, ժողովրդավարական ծրագրերով, արդարության ծրագրերով, դրոշը ինչ է գրված, Նիկոլ Փաշինյանի դրոշի վրա ինչ է գրված, արդարություն չէ, ինքն էր ասում, ազատ արդար Հայաստան, ազատ եւ արդար, հիմա մրցակիցը ազատ արդար եւ անկախ Հայաստան, հիմա անկախությունը եւ արդարությունը զուգահեռ բաներ են, ճիշտ կլինի, որ դա լինի այլընտրանքը, իսկ ես կարծում եմ, որ դժբախտաբար իշխանությունը ուզում է այն նրանց, ում որ մի անգամ հաղթել է, մերժել է մեր օգնությամբ, մերժել է, ուզում է մի անգամ էլ մերժի, արդեն սովորել է, մի անգամ արել է, այն փորձած թանն է, մենք այսօր կովերի, կտան կովերի թաների մասին, փորձած թանը չի ուզում անփորձ մածունի հետ փոխել իշխանությունը, ես կարծում եմ, որ ճիշտ այնպես իմշվեց 60,000 մարդը ստորագրեց անուն ազգանունով, անձնագրով պարտադրեց իր կամքը եվրո ծրագիրը, եվրո ինտեգրացիան, այդպես էլ ընտրությունների ժամանակ 600,000 մարդ իր իշխանությունը կձևավորի։ Այսինքն դուք ենթադրում եք, որ այդ դաշինքը կարող է նախընտրական արդեն կորիզն է։ Կորիզ լինի։ Արդեն դա կորիզն է։ Կորիզը դու ձեր գնահատականն է, բայց գնալ դեպի այդ խորհրդարանական ընտրություններ։ Մենք ուրիշ տեղ չկամ, պետք է գնանք դեպի Ասիա, Պակիստան, Տաջիկստան, Ղրղզստան, Մոնղոլիա կամ Եվրոպա։
Դե ամփոփելով վերադառնանք էլի ձեր կարմիր կովի, թե չէ, կարմիր կովը չէ, ձերը կթան կովներ։ Կարմիր կով էլ կա, որին չի կարելի կպնել։ Ես ասում եմ, չկա մեր համար կարմիր կով։ Սրբազան կով չկա։ Չէ, կարմիր կովը կաշի չփոխողն է։ Կարմիր կով ասում են կաշին չի փոխում։ Այդ դա էլ կա։ Մենք այդպիսիք էլ ունեն, որ կաշին չեն փոխում։ Գիտենք, այսօրվա ընդդիմությունը դա էլ կարմիր կովն է։ Կաշին չի փոխում, անդադ Լենին Աթաթուրք, ռուս-թուրքական դաշինք, ռուս-թուրքական հապատակություն, հաճախորդները ռուս-թուրքական հաճախ։ Այսինքն իրենք պաշտպանում են։ Կարմիր կովն է, նրանք չեն փոխում իրենց կաշին։ Ուրեմն կթան կովը իմացանք որն են, կամ Սրբազաններ կուրքերն են, ասում եք կուրքեր մի ստեղծեք, հա։ Մի ստեղծեք, իհարկե, այսօր Եվ մնում է մենք չդառնանք կթան կով։ Մենք լինենք գործընկեր եւ հարգարժան գործընկեր։ Շնորհակալ եմ, պարոն Արշակյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ Արշակյանն էր մեր զրուցակիցը, Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական գործիչ, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։